Բարի երեկո ուրախ մարդիկ, այս երեկո ներսարի գիշերային շոուն միայն ուրախ ընկերների, եղբայրների, քույրերի, տատիկների, պապիկների ու թոռնիկների համար է։ Նրա հատուկ հյուրերն են ճանաչված դերասաններ Վարշամ Գևորգյանը և Ստեփան Ղամբարյանը։ Իսկ նա մեր անզուգական հաղորդավարն է, Ներսես Ավետիսյանը։ Դիմավորեք։ Բարի երեկո սիրելի հանդիսատես, բարի երեկո սիրելի հեռուստադիտող, շնորհակալ եմ, որ այս երեկո կրկին մեզ հետ եք։ Ողջունենք նաև մեր հրաշալի նվագախմբին Rootsline and Friends։ Դրեք, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք նվագախումբը միշտ ներսում է եւ մենք միշտ ունենք հրաշալի ու ջերմ մթնոլորտներն շնորհիվ։ Այսօր ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, ովքեր կարողանում են ամեն վայրկյանը դարձնել տոն։ Գիտեք, կան մարդիկ, ովքեր նույնիսկ ամենապարզ իրավիճակներում գտնում են ուրախության առիթներ։ Օրինակ, իմ ընկերներից մեկը կարող է խանութում հերթ կանգնելիս սկսել երգել ու մինչ կհասցնես հասկանալ ինչ է կատարվում, ամբողջ խանութը վերածվում է փոքրիկ համերգասրահի։ Կամ պատկերացրեք նստած եք տանը, հանկարծ ընկերներիցդ մեկը զանգում է ու ասում՝ հիմա գալիս եմ, պատրաստվիր, ու դու մտածում ես ինչի համար պիտի պատրաստվեմ։ Իսկ նա գալիս է ձեռքին պիցա ու հայտարարում, որ այսօր պիցայի միջազգային օրն է ու պետք է նշել։ Եվ այդպես ամենապարզ օրը դառնում է տոն։ Այո, ամեն օրը պետք է դարձնել տոն։ Ես ինքս սիրում եմ իմ տունը դարձնել ընկերական հավաքների վայր ու մեկ-մեկ մեր տունն անվանում ենք Վերնատուն, բայց առաջին հարկում ենք ու ես կնախընտրեի, չգիտեմ, օրինակ Ներսատուն անունը, բայց մի նայեք, որ տակավին երիտասարդ ենք ու հավատացեք, որ տարբեր մշակութային բանավեճեր, քննարկումներ, երգուպար միշտ կա Ներսատանը, բայց կան բաներ, որոնք ես պահում եմ միայն ինձ համար։ Okay, գնանք մեր տաղավարի ամենահամեղ հատված։ Գրացինք։ Այսպիսով, սիրելի հանդիսատես, եկեք գնահատենք այն մարդկանց, ովքեր կարողանում են մեր կյանքը լցնել ուրախությամբ եւ ամեն վայրկյանը դարձնել տոն։ Իսկ հիմա ես արդեն բարում եմ եւ այսօր հրաշք կոկտեյլներ եմ պատրաստելու իմ հրաշք հյուրերի համար։ Ինչպես տեսնում եք, արդեն բաժակները առանձնացված են։ Կվերցնենք 5 տարեկան Vietnam կոնյակը եւ հիմա ձեզ համար կկարդամ նաեւ բաղադրությունը, թե ինչ եմ պատրաստելու։ Ասեմ, որ մենք այս կոկտեյլն անվանել ենք միջոցառման արքա։ Եթե հիշում եք, ես այստեղ պատրաստում եմ easy mixer երբեմն ու ձեզ ցույց տալիս, որպեսզի դուք եւս կարողանաք տանը պատրաստել ու նույն կոկտեյլը վայելելով դիտել Ներսարի գիշերային շոուն։ Ուրեմն սկզբից լցնում ենք 40 մգ Vietnam կոնյակ, քանի որ ես ունեմ եւս 2 հյուր, ես միանգամից կլցնեմ 120։ Կոնյակը լցված է։ Հետո ավելացնում ենք 20 մգ սուրճի լիկյոր, օրինակ կահուլա։ Այսօր կտամ անուններ, որոնք ձեզ գուցե մի քիչ խորտ կթվան ու կմտածեք, որ դրանք դժվար են գտնվում խանութներում, բայց վստահեցնում եմ ձեզ, որ հեշտ կգտնեք 15 մլ կրեմ դե կասիս, սև հաղարջի լիկյոր, բարձր չէ, որ սա ֆանտաստիկ է։ Լիկյորը եւս լցված է։ 20 մգ սառը սև թեյ։ Թեյը եւս ավելացված է։ Եվ վերջում ավելացնում ենք մի քիչ բալի օշարակ։ Ու հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի։ Ու հասանք իմ սիրած պահին, սառույցի ժամանակն է։ Հիշեցնեմ, որ դուք կարող եք ինքներդ միանալ ինձ եւ տանը պատրաստել, սրանք easy mixer են, շատ հեշտ պատրաստվող, բայց վստահեցնում եմ ձեզ, որ վերջում համից գոհ կլինեք։ Միջոցառման արքա կոկտեյլից տեսնենք ինչ կստացվի։
Վերջում ավելացնում ենք ահա, ձևավորման համար կիտրոնի բարակ շերտ։ Եվ այսքանը, ուրեմն, միջոցառման արքա կոկտեյլը պատրաստ է։ Ասեմ, որ սա մի քիչ քաղցր է, մի քիչ թունդ, ինչպես ցանկացած լավ երեկո, այնպես որ գալիս ես ընկերոջ տուն ու զգում ես արդեն ուրախ ես, բայց չես էլ հասկանում, թե ինքը քեզ ինչ խմեցրեց։ Իսկ հիմա ձեզ պատմեմ Vietnam կոնյակի մասին, հարգելի հեռուստադիտող եւ հյուրեր։ Սա սովորական կոնյակ չէ, սա այն կոնյակն է, որ բացելուց հետո ուզում ես լուր պահել։ Իսկ հետո հիշում ես, որ լավ բաները միայն ընկերովի են լավը լինում։ Vietnam կոնյակ, հայկական հողի համն ու արևի բույրը մի շշի մեջ։ Բարձրակարգ, վստահելի, համեղ, ուղիղ, այնպես ինչպես մեր ընկերությունն է։ Շնորհակալ ենք Vietnam-ին, որ մեր այս գիշերը համով դարձրեց բառի բոլոր իմաստներով։ Իսկ այս պահին կարճ դադար, որից հետո շարունակելու ենք ներսարին, մնացեք ներսում։ Վերադառնանք ու զրուցենք, անկաշկանդ, մի քիչ խենթ, մի քիչ խոհուն հարցեր տերասանների մասին, որոնց բեմում տեսնում ենք հաճախ, բայց իրենց մասին գիտենք քիչ, ամեն ինչ երկրորդ մասում, բաց մի թողեք, հիմա միայն մի քանի վայրկյան լռություն ու վերադառնում ենք։ Չես գալիս, միայն քո մասին եմ լալիս, քեզ եմ կարոտել, արի մոտս, սիրելիս, սիրելիս, քեզ կանչում եմ տես, ու անընդհատ սպասում, երեկո նստած, քո ճամփին եմ ես նայում, երեկո նստած, Քո ճամփին եմ ես նայում։ Ես վերադարձա ու մի քանի րոպե առաջ ինձ ասացին Ներսես ջան, դու հյուրերին պիտի դիմավորես սթափ վիճակով։ Դե ես էլ ասացի, լսեք, ես իրենց վաղուց եմ ճանաչում։ Այդ սթափությունն էլ է հարաբերականի դեպ։ Այս գիշեր մեզ մոտ են մարդիկ, ում հետ կյանքն իսկապես դառնում է ներկայացում ու ներկայացումը իսկական կյանք։ Նրանք բեմից դուրս ընկերներ են, իսկ բեմում կարող են լինել եւ եղբայրներ, եւ թշնամիներ։ Եկեք բարի գալուստ ասենք այսօրվա մեր հյուրերին Վարշամ Գևորգյանին եւ Ստեփան Ղամբարյանին։ Ներս եկեք։ Arans mesino matnele bochashkara Arans mesino dardan mi chanapara Arans mesino yangaban bume Eta irute zoriez kensirumen Բարի երեկո, ողջույն, բարի երեկո, բարի գալուստ ներս, շատ ուրախ եմ, որ ներսում եք ու շնորհակալ եմ, որ եկել եք, ոնց եք։ Շատ լավ, շատ ուրախ ենք, որ այստեղ ենք։ Բարձր տրամադրությամբ։ Այո։ Միանշանակ ու ես վստահ եմ, որ տրամադրությունը ընթացքում դեռ ավելի է բարձրանալու, մինչև զրույցը սկսել ուզում եմ միանգամից մի հատ շատ բարձր ծափահարենք ու շնորհավոր ենք Վարշամին, որովհետև նա այս տարի Արտավազդ մրցանակաբաշխության լավագույն դերասանն է, Վարշամ, շնորհավորում եմ քեզ։ Շնորհակալություն։ Շատ ուրախ եմ, որ Արտավազդ մրցանակաբաշխությունը այս տարի նախ եղավ Կապանում, շատ ուրախ եմ, որ նոր ֆորմատ եղավ այս ամեն ինչում, շատ ուրախ եմ, որ հենց դու դարձար տարվա լավագույն դերասանը, ես քեզ շատ սիրում եմ ու շատ ուրախ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ ձեր ուրախությամբ եմ ուրախանում, իսկապես այնքան մարդ էին շնորհավորել, միայն օգտվելու արդից բոլորին ուզում եմ ասեմ շնորհակալություն եւ ուրախ եմ, որ այդ առիթը այդքան մարդու ուրախացրել են։ Միանշանակ, որտեղ քեզ կարծում եմ շատ են սիրում, հա? Վարշավ։ Այո։ Բայց մենք Արտավազդի մասին դեռ կխոսենք միասին մինչև զրույցը սկսելը։ Մի հատ ինձ ասեք, դուք ոնց եք, ոնց է ստեղծագործական կյանքը 25 թվականը արդեն 5 ամիս է ինչ մենք ապրում ենք, 4 ամիս է։ Ժամանակն արագ է անցնում, բայց մի քանի նոր գործ ենք թատրոնում սկսել, վեմադրությունների փորձեր է գնում եւ մի քանիսին էլ դեռ սպասում ենք, այնպես որ բուրն են։ Ինչպես միշտ, ինչպես ամեն տարի։
Ես ասեմ, որ օրինակ Վարշավը այն մարդն է, ով կարող է լաց լինելու տեսարանում զուգահեռ մի սրտաճմլիկ հումոր անել ու մարդիկ այդ ժամանակ վստահ եմ չգիտեն հուզվեն թե ծիծաղեն։ Իսկ Ստյոպի մասին կասեմ, որ Ստյոպը այն տեսակ մարդ է, որ երբ ասում ես, «Էս իմ տեղն է», Ստյոպը կարող է քեզ ասի, որ չէ, սա ռեժիսորի ասած իմ տեղն է։ Ու հավատացեք, եթե ինքը ներկայացում չխաղա, դեկորներ են նույնիսկ կարող է խռովել։ Համաձայն եք տղեկ։ Ես Այս հատուկ գրել էինք, որ ես ես ներկայացնեմ ու հետո իվալայիք ոնց։ Լավ, եկեք վերցնենք վաժակները։ Սա Այո։ մենք Ձեզ եւս մեկ անգամ ասենք բարի գալուստ։ Այս անձամբ ես եմ պատրաստել լուրջ։ Այդ կուրովը առաջին ցանկում լսեցի արքա երեկոյի արքա ինչպես։ Այո, եւ հուսամ, այո, որ դուք հավանեք այս կոկտեյլը, որ ես իմ ձեռքով պատրաստել եմ մեզ համար։ Վստահ եմ ամենը։ Ֆանտաստիկ։ Չէ՞։ Կարամ չէ։ Երկրորդ մասնագիտություն էլ ունենամ բարի ետևում։ Այո։ Դերասանային տեսակ երևույթ է, որ ցանկացած մասնագիտություն կարա ունենա։ Եվ Նենց որ երկրորդ, երրորդ, չորրորդ։ Երեքս էլ մեր մաշկի վրա դա Եվ մեկում զգում ենք հենց այստեղ։ հրաշալի։ Լավ, գնանք ներկայացումների մասին խոսելու, սկսենք իսկ դրսում ձյուն է գալիս ներկայացման մասին, որը շատ ազդեցիկ ներկայացում է։ Ոնց հայտնվեցիք այդտեղ ու ձեր անցած ճանապարհի մասին էս ներկայացման հետ։ Պատմիստով։ Սկզբում կարդացինք պիեսը, հետո շատ ուրախացանք, որ միասին ենք խաղալու եւ ամենահետաքրքիրը այն էր, որ բեմում պետքա միասին խաղայինք եղբայրներ։ Լինեինք եղբայրներ։ Հետաքրքիր է, որ կյանքում եղբայրներ ենք, բայց բեմում հենց դրամատուրգի առաջարկած իրավիճակում հետաքրքիր է, թե ինչպիսի դրսևորումներ կունենայինք որպես եղբայրներ եւ կարծում եմ դա ստացվեց մեզ մոտ։ Շատ ուրախ ենք, որ նախ ժամանակակից պիես էր, իտալացի հեղինակ Սալոմե Վինչենցո Սալոմե, այո, Նեապոլից։ Մենք նույնիսկ հերոստա չէ, բայց հեռախոսակապ ունեցանք նրա հետ, զրուցեցինք, հա, ով նաև ուսանել է Էդուարդո դե Ֆիլիպոյի հետ է աշխատել, հա, իր ուսանողն է եղել, իսկ Ֆիլիպոն մեզ մոտ կա, մեր թատրոնում Սոսաքսյանի բեմադրությունն է, Ծննդյան տոները Սինյոր Կուպելոյի տանը։ Իր աշխատանքների վրա արդեն Այսինքն իր ուսուցչի, այսինքն այդ ոճը մեզ հայտնի էր իտալական, թե ընտանեկան ջերմությունը եւ թե հետաքրքիր խնդիրները, որ լինում են ընտանեկան միջավայրում, որը այսինքն մթնոլորտը, որի մեջ հայտնվել էինք, մեզ համար խորտ չէր, որովհետեւ տարիներ առաջ այդ մթնոլորտի միջով անցել ավելի հաճելի դարձավ աշխատանքը։ Նշեցիք, որ իտալացի հեղինակի աշխատանքի վրա եք արել ներկայացումը, այ օրինակ համեմատականներ շատ են տանում հայկական ընտանիքի ֆորմայի եւ նաեւ իտալական ընտանիքի, որ դրանք շատ մոտ են իրար թե կենցաղով, թե կենսակերպով։ Այ դուք շատ խորքային նաեւ փաստորեն ուսումնասիրել եք իտալական ընտանիքը։ Տարել եք ընդհանուր գծեր կան դրանք։ Դե հա իհարկե հենց դրանով էլ հետաքրքիր է եւ մենք բնականաբար այդ ամենահետաքրքիրները դուրս ենք անում թե մեր հին նախորդ կուպելոյի ներկայացման մեջ թե այստեղ Այստեղ յուրահատկությունը սցենարային, սյուժետային հետաքրքիր է, որ մի եղբայրը մի քիչ հիվանդ է, պիեսով էլ չի ճշտվում աուտիկ է թե ինչ է, եւ երկու եղբայրների վերաբերմունքը ընթացքում հասկանում ենք, որ մյուս եղբայրները երևի ավելի հիվանդ են, քան Չիկոն։ Այո, բոլորը բացվում են հիվանդ են։ Այդպեսով հետաքրքիր իրավիճակներ լինում, որտեվ մոր կողմից ինչ են պատմում սյուժեն, վերաբերենք նայելու։ Մարդիկ այո կան նայեն ներկայացումը, վայել են ներկայացումը եւ առասարակ շատ պետք է գնալ թատրոն ու դիտել ներկայացումներ։ Խոսենք լավ թատրոնից ընդհանուր ու ձեր աշխատանքներից ինձ հետաքրքիր օրինակ եթե դուք բեմի վրա մի բան մոռանում եք տղեկ ում վրա եք այդ բային հույս դնում գործընկերոջ թե ռեժիսորի թե հանդիսատեսի մեկս մյուսի որովհետեւ համել պիեսի ստրուկտուրան կառուցվածքը այնպեսին է որ կարողանում ենք տեքստերը եթե ես չեմ ասում մեկելով Չիկոն ասած եթե չէ Ստեֆանոն ասած ժամանակ չկա դատարկ բեմն է եւ դերասանները գործընկերները պետք է իրար հետ Ստեփանը ինձ շատ օգնում է ես իրեն եւ միայն տեքստ մոռանալը չի հարց այլ ընդհանուր ճիշտ գիտես բեմում մի խոսքով Ջեյմսեյշն են անում էլի ոնց որ տղաները տասնամյակների ընկերությունը վստահ եմ որ ավելի այո որ ասացիք ինչն էր հաճելի նաեւ դա որ բոլորը թե Արմանը Նավասարդյան թե Դավիթ Հակոբյան մենք բոլորս միասին ենք այսինքն ես իմ ամբողջ ստեղծագործական կյանքը իրենց հետ եմ անցկացրել այսինքն շատ մեծ հին թե
միասին խաղալու մեծ փորձը եւ թե ընկերության մեծ փորձը, դրա համար հանգիստ ասում եմ եղբայրներ ենք եւ այդ իր արդյունքը տվեց, այսինքն այդ իրար հասկանալը մեզ հաճախ են ասում, որ մեր թատրոնում ամենամեծ առավելություններից դա այդպես միասնական, այսինքն մի օրկեստրի պես նվագելու շնորհն է կամ ունակությունը։ Բայց այս վերջերս կլարնետը ֆալշեր է տալիս։ Հա, զգացել եք, այո, ես էլ։ Ումից եք ամենաշատը սովորել բեմում։ Բայց ինձ թվաց ինձ էր թվում, ինչպես։ Բեմում ումից եք ամենաշատը սովորել։ Դե բեմում, այսինքն հենց որ աշխատել ենք Դավիթ Հակոբյանն է, այսինքն իհարկե Սոս Սարգսյանը մեծ ավանդ ունի, նա մեծ այդ բեմադրություններ է արել, ցավոք միասին չենք խաղացել, այդ սերունդը չենք, իսկ ես օրինակ անձամբ շատ շնորհակալ եմ իմ կուրսի ղեկավարին ում արվեստանոցում սովորել եմ Ալեքսանդր Քոչարյան, կուզեի իրեն էլ ծափարել, բայց որ ձեր տված հարցին եթե պատասխանեմ, բեմում ումից ենք ամենաշատը սովորել, իհարկե Դավիթ Հակոբյան, ով մինչ օրս մեզ հետ հավասար խաղանքիր է։ Մեր վարպետը։ Եվ այո, սիրելի պարոն Հակոբյան։ Գանք նորից ընկերությանն ու բեմին, ինձ նաև շատ հետաքրքիր է ոնց է ընկերությունը փոխում դերասանական համագործակցությունը բեմում, հա, երբ դու գործընկերոջդ հետ ես բեմ կիսում ու երբ դու քո ընկերոջ հետ բեմում ես։ Դրանք վստահ եմ տարբեր բաներ են։ Հա, բայց մեզ մոտ մեկը մյուսով են եկել։ Ահա։ Եվ դա այտենց միաձուլված է։ Եթե ընկերությունն է տեղի ունենում, այսինքն մենք ընկերություն ենք անում, դա նաև պետք է տեղափոխվի բեմ։ Անկախ նրանից ինչ իրավիճակում ենք եւ բեմում ով ավելի կարեւոր, պետք է հասկանալ, որ այն պատմությունը, որ խաղում ենք, դա ավելի կարևոր է։ Ընկերությունը հենց այդտեղ է կայանում, որ կյանքում ընկերությունը տեղափոխում ենք բեմ, բայց բեմում ընկերություն ենք անում ներկայացման խնդրի շուրջ եւ ներկայացման համար։ Հրաշալի։ Իսկ կա դերասանական, չգիտեմ, sense մոլախոտ ասեմ։ Մի բան, որը որ օրինակ երկուսը էլ անում եք բեմում, բայց գիտեք, որ ավելի լավ է չանեք, բայց մեկը արդեն նստած է ու Միշտ։ Կա ինչ-որ բան նյարդայնացնում։ Ինքնակնդատ է ամեն անգամ ինչ-որ բան ասում ես, արագ ասեցի, ես ասում եմ, որ հանգստացի ամեն ինչ շատ լավ էր։ Որովհետև բոլորիս տեմպո ռիթմը եւ խաղի կերպը տարբեր է, եւ մենք միասին պետք է կարողանանք մի տեմպի մեջ խաղալ եւ նույն ձևի մեջ խաղալ։ Բայց Ստյոպն ինձ է փնտրում միջև հիմա, օրինակ ասեմ, այնտեղ մի տեսարան կա, որ ինքը պատրաստված Սան Ռեմոյի մրցանակաբաշխությանը, այնտեղ ինքը երաժիշտ է, էլի, տրեք պրիվետ, եւ պետքա մի երգ հորինի Սան Ռեմոյի համար, իսկ այստեղ տունը գժանոց ոչ մեկ չի թողում։ Ու ամեն անգամ դե այդ ըստ սյուժեի գալիս է այնպես, որ իր խոսքից ելնում եկել պայտակ հորինում է տա-րա-տա-տա-տա-տա-տա-տա ու պատկերացնում է, թե ոնց օրկեստրով կլինի, նվագախումբը, փողայինները, այստեղ ջութակները եւ այլն։ Եվ այդ երգը ամեն անգամ ինքը փոխում է, այսինքն ամեն անգամ նոր բան է ուզում, չի գտնում։ Ես միշտ մտածել եմ մի օր լինի, որ օրկեստր լինի, այսինքն նվագախումբ, ու Ստյոպը մի հատ պատմի ինքը ինչ է ուզում, տրեքը նվագեն, տեսնենք ինչ է ստացվում։ Կարող է այսօր փորձենք։ Եթե դու չեք, հələ կասես, ինչ կասես, ներսես։ Դա խաղամ։ Ուրեմն պատկերացրեք։ Կամար եմ ասում։ Որ վերջապես հասկանանք այդ ինչ երգ ես ուզում դու։ Ուրեմն պատկերացրու Սան Ռեմոն փառատոնին նվագախմբով։ Մի կողմից մտնում է հարվածային գործիքները։ Ահա։ Մյուս կողմից միանում է բաս գիտարը։ Լավ է, հավանում ես։ Հետո միանում են գիտարը։ Եվ վերջում բոլորս միասին։ Չէ, մի րոպե։
Հիմա ես ֆիքսի որ միշտ ես նվագել։ Բայց օգնես գիտեք։ Ես մտածեցի հենց նոր իմ ամենասիրելի ֆիլմերից մեկը հիշեցի Whiplash, «Одержимость», հայերեն տարբերակը չեմ հիշում ոնց էին թարգմանել, երաժշտության ու օրկեստրի մասին, ու պատկերացի որ Ստյոպը կարար այդ ամեն ինչը ֆանտաստիկ աներ։ Ինքը Խոսենք երաժշտության մասին, որտեղ դու մելոման ես, դու նաև ուղիղ կապ ես ունեցել երաժշտության հետ, այդ կապի մասին քո կյանքում պատմում ես ու ինչքանով է դա քեզ օգնում առհասարակ բեմում։ Ես վերջերս հասկացել եմ, որ երաժշտությունը այնպիսի բան է, որ իմ կյանքից ես այլևս առանց երաժշտության չեմ կարող պատկերացնել։ Էտյուդները կյանքային եւ ապրեցնող է կյանքում։ Այսինքն ինքը տարբերակներ է քեզ տալիս, որ կարողանում է ապրեցնի կյանքում։ Դրա համար կապը մարդու եւ երաժշտության ինձ թվում է ամենամեծն է եւ ամենաուժեղը, անգամ աստվածային։ Եթե ձեր երեխաները որոշեն դերասան դառնալ, ինչ կասեք։ Իսկ ինչ էլ ասենք, չեն լսի, իմ երեխաները շատ երևի այս սերնդի։ Ես մի քիչ կտխրեմ են։ Նախ ես չեմ ասի, իսկապես ազատ են ընտրության մեջ։ Աղջիկս օրինակ շատ է ասում, ուզում է։ Եվ ես դեմ չեմ, տղաս չի ուզում, եւ ես չեմ կարող ոչինչ դրա հետ անել։ Հա, ճունի գիրք դեպի թատրոնը գիրքը։ Չէ, այս սիրում եմ, նույնիսկ փորձ եմ ունեցել, բայց աղջիկս ավելի շատ է սիրում։ Ստյոպ դու ասացիր կտխրեմ, ինչու։ Որովհետեւ շատ դժվար ճանապարհ է դերասան դառնալու կամ դերասան լինելու կամ այդ կյանքով ապրելու ճանապարհը շատ դժվար է, բարդ է։ Հազարով մի փորձանք կպատահի ճանապարհին, իր համար դժվար կլինի, բայց եթե ի վերջո կարողանա իրան այդ կետում գտնի, ես շատ ուրախ կլինեմ, բայց քանի որ ինքս անցել եմ այդ ճանապարհը եւ գիտեմ դրա դժվարությունները, առավելությունները, խնդիրները եւ ամեն ինչ կապված դրա հետ, դրա համար կտխրեմ։ Շոտ ու փոշոտ ճանապարհը, հա։ Բայց եթե ընտրի իրեքս ինչ-որ մի քիչ բան եղակ, չէ, հիշեցինք հենց հիմա մեր մասնագիտությունը։ Okay, սպասենք ուրեմն, մի քանի տարի սպասենք։ Իմանանք ինչ է լինում։ Տղեկ ասում են, որ կա տենց կարծրատիպ չէ, որ տարածված է ու վստահ եմ, որ մարդիկ շատ են օգտագործում հիմա էլ, որ դերասանները միշտ խաղում են նաև կյանքում։ Ինչ կասեք այս մասին ու ոնց եք նայում այս երևույթին առհասարակ։ Ես կասեմ, կյանքում չեն խաղում, որովհետև եթե կյանքում խաղան, բեմում խաղալու բան չեն ունենա։ Հետաքրքիր չի լինում, այսինքն սպառում ես այդ ցանկությունը։ Ասես բոլոր մարդիկ ունեն խաղալու ցանկություն, բայց քանի որ դերասանները բեմում սպառում են այդ ցանկությունը, այլ կյանքում խաղալը հետաքրքիր չի։ Բայց դերասանությունը մի ուրիշ հետաքրքրություն ունի, կեղծ խաղն ես նկատում։ Շատ արագ մյուսների եւ կարող եմ ասել մասնակցությունից այդ առումով եմ օգտվում, քան ոչ թե խաղում, այլ նկատում խաղը։ Հրաշալի։ Ու շատ դեպքերում հենց դերասանները չեն խաղում կյանքում, այլ որտեվ արդեն ռեալիզացրել են այդ նաև ցանկությունը, բայց շատ մարդիկ խաղում են, որտեվ չեն ռեալիզացրել, չունեն այդ առիթ։ Որտեղի չեն։ Տղեկ, եթե հանդիպեիք ձեզ հենց 20 տարեկանում, ինչ կասեիք։ Ինձ թվում է քնած կլինեի։ Եթե տեսնեիր 20 տարեկան Ստյոպին, ինչ կասեիր։ Պետք է արտնասել։ Այնքան բան ունեմ։ Ասել եմ ես բան ասա իմանալ։ Ես այդ սրիկային այնքան բան ունեմ։ Բայց ցավոք չեմ կարող, որովհետև այդ տղան այլևս չկա։ Բայց փոխարեն ունենք այս տղային։ Ես չգիտեմ ինչ կասեի։ Չէ, ես բան չի ասել։ Լավ, ինչ խորհուրդ կտայիք։ Հա, իսկ գոնե երեխայի պես օրինակ հիմա ինչպես պատասխանեցի արծի որ նույնիսկ խորհուրդ չես տա որտեվ ինքնուրույն։ Ես էլ միշտ ինքնուրույն եմ եղել, իմ հայրն էլ շատ ազատամիտ է եղել միշտ եւ ես ինքնուրույն եմ ամեն ինչ որոշել, դրա համար չգիտեմ խորհուրդ չէի տա, որովհետեւ մեկա չէի լսի այդ խորհուրդը։ Շատ լավ է։ Ստյոպ, չէ։ Չկա 20 տարի ման եմ գալիս չեմ գտնում 19-ը գտնում եմ 21-ը գտնում եմ 20-ը չեմ գտնում որ ինչ որ մի բան ասեմ 19-ում կարաս ասել թե չէ 19-ը հետաքրքիր չի 29-ը հետաքրքիր չասեք 29-ներ օքեյ լավ չասեք խոսենք 25 թվականի սպասվող իրադարձություններից նոր պիեսներ որոնց որ արդեն աշխատում եք սպասվող ներկայացումներ ինչ է լինելու 25 թվականին Սիմոն Աբգարյանի մասին պատմեմ։
Շատ մեծ իրադարձություն է սպասվում համազգային թատրոնում։ Մենք մեկ շաբաթյա արդեն հանդիպում ունեցանք Սիմոն Աբգարյանի հետ, փորձեր արեցինք դերաբաշխում եւ պայմանավորվածություններ միջև հաջորդ ամիս, որ նորից կվերադառնա Երևան եւ կսկսվի հիմնական փորձերը։ Բեմադրությունը իր իսկ գրած պիեսն է։ Penelope կոչվում։ Շատ հետաքրքիր աշխատանք է, ես էլ առիթ ունեցա դեր ստանալ այդ ստեղծագործության մեջ, ինչի արդյոք շատ ուրախ եմ։ Շատ չենք փորձելու ամիս ու կես, այնպես որ քիչ է մնացել սպասել, եթե հետաքրքրվողներ կան Աշտանային թատերաշրջանում երևի։ Այո, այո, այդպես։ Շատ հետաքրքիր է, ես նայեցի այստեղ Երևանում առիթ ունեցանք իր էլի պիեսներից մեկը, որ ինքն էր բեմադրել եւ խաղում էր իր խմբի հետ Էլեկտրան այն աշխարհից, գուցե հստակ չեմ ասում անունը Մերելների աշխարհից։ Շատ հավանեցի իր ստեղծագործական ոճը, այսինքն իսկական են հին թատրոնի, շատ հին բացասական իմաստով են ասում, ես շատ սիրում եմ հին թատրոնը, հենց ինքնին ինչպես որ կա, կուլիսներով, մեծ երկար տեքստերով, այդպիսին է, այս էլ է sense բան, բայց այդ ամեն ինչը անել շատ գեղեցիկ, անել շատ ճիշտ եւ թաթերային, նոր մոտեցում կա այս տեսնելով, իհարկե, բնականաբար, թե չէ հին որ ասում եմ, հնաոճ նկատի չունեմ։ Նորավոճը շատ, գեղեցիկ է շատ եւ այն նման ոճով եթե այս պիեսանի, որը նույնպես շատ հետաքրքիր է եւ իմաստային էլ արդիական։ Հիմքում ոդիսականի պատմությունն է։ Այո, ոդիսականի պատմությունն է, բայց իր գրած ժամանակակից թեմաներով կարծում եմ լավ ներկայացում է ստացվելու, ես անհամբեր սպասում եմ։ Հրաշալի, հա, վստահ եմ որ բոլորս պիտի սրան սպասենք, որտեղ իսկապես կարևոր իրադարձություն է մեր թատերական իրականությունում եւ մի քիչ էլ պատմեք համազգային թատրոնի անցուդարձից մեզ ու էլ ձեզ չեմ տանջի իմ հարցերով։ Ինչ է սպասվում 25 թվականին համազգային թատրոնի լայն գործունեությունում։ Ինչպես փառատոներ կպատմես, բայց ինչ որ ասացի, սա նույնպես համազգայինի շրջանակներում են։ Եվ ամենակարևորը, որ մենք անհամբեր սրտատրոպ սպասում ենք եւ վերջապես այդ իրադարձությունը տեղի կունենա գոնե այս տարի եւ կրկեսի դռները կբացվեն։ Կրկեսի նման չենք ասի ամեն տարի, ասում ենք մյուս տարի։ Վերջապես մեր թատրոնը Բա հենց դրանից եմ ուզում խոսենք, որ այս տարի մենք ամենայն հավանականությամբ հույս ունենք շենքը կունենանք, կտեղափոխվենք եւ մեր դրանից է որ հաճախ ենք ասել այս տարի եւ չի եղել։ Կարող ենք այս տարի էլ ասել։ Բայց այս տարի ոնց որ իսկապես ոնց որ լինում է, այո, սպասում ենք իհարկե։ Բոլորս հուսանք սա վերջնական այս տարին է։ Հույս ունենք սեպտեմբերին կխաղանք կամ գոնե մայիսին։ Հուսանք փոխվի ամեն ինչ։ Հա, ըստ ալցի չենք ասի էլի։ Այո, հուսանք որ 2025 թվականի գոնե աշնանային թատերաշրջանը կմեկնարկի համազգային թատրոնի նոր շենքում, որը ֆանտաստիկ իրադարձություն է լինելու բոլորիս կյանքում, ոչ միայն դերասանների, ռեժիսորների ու անձնակազմի, այլ հայերի, որովհետև վստահ եմ, որ այդ նոր շենքը, նոր տեխնիկան, նոր լույսերը լինելու են նոր մոտիվացիա, ֆանտաստիկ ու տաղանդավոր մարդկանց խմբի համար, որ մեզ նվիրեն նոր հրաշալի աշխատանքներ։ Շնորհակալ եմ, որ եկաք ներս։ Շնորհակալ եմ, որ ձեր դրական էներգիան բերեցիք ներս։ Շատ սիրում եմ ձեզ ու շատ ուրախ եմ, որ ներսում եք, բայց ձեզ այսքանով դեռ բաց չենք թողնում։ Կարճ էքսպերիմենտ, որից հետո Դրա համար ենք եկել էքսպերիմենտ։ գնացինք, բայց այս պահին դադար։ Մենք ընտրում ենք էքսպերիմենտ։
Մենք վերադարձանք սիրելի հանդիսատես եւ եթե մեր զրույցը ձեզ վարճացրեց, ապա հիմա եկել է պահը տեսնելու թե ինչպես են մեր հյուրերը կարողանում միաժամանակ լինել տխուր, ուրախ, սիրահարված եւ զայրացած կամ ամենակարևորը անել դա շատ արագ։ Այս խաղը մենք անվանել ենք դերասանական ճակատամարտ, բավականին հեշտ խաղ է լինելու ձեզ համար վստահ եմ, ասեմ խաղի կանոնների մասին։ Ուրեմն ես ձեզ պիտի տամ շատ պարզ մի իրավիճակ, օրինակ գնացել ես խանութ, բայց փողը մոռացել ես։ Եվ այդ իրավիճակին հետո կավելացնեմ մի դերասանական էմոցիոնալ նյուանս, որ պետք է պահել ամբողջ իրավիճակը խաղալու ընթացքում, այդ մասին արդեն կիմանաք հենց իրավիճակը խաղալիս։ Պատրաստ եք։ Գնացինք, Ստեփան, դու զանգում ես սիրածդ աղջկան, բայց շփոթմամբ զանգում ես ռեժիսորին։ Դու չափից շատ հուզված ես։ Լավ։ Սկսեմ։ Ալո, սիրելի Մարիա, մի րոպե, դուք ինձ խալ եք հասկացել, ես ուզում եմ ասել, որ ես չէի ձեզ հետ խոսում, քիչ առաջ եղբայրս էր ձեզ հետ խոսում։ Ալո։ Աշխեն ջան, դու ես։ Լավ, ես հեսա կգամ նկարահանման։ Տենց։ Վարշավ, սուպերմարկետում փորձում ես գողացած կոնֆետը վերադարձնել, բայց այնպես, որ խառնաշփոթ չլինի եւ դու չափազանց մեղավոր ու մի փոքր դրամատիկ ես։ Ալո։ Ստեփան, բեմի վրա մոռացել ես տեքստը, բայց պնդում ես, որ դա ռեժիսորի նոր որոշումն էր։ Դու մաքսիմալ ինքնավստահ ես դա անելուց։ Դու տեքստը մոռացել ես, բայց այդ ռեժիսորն էր ասել, դու չէիր մոռացել։ Բեմի վրա մոռացել եմ տեքստս։ Բայց ասում ես, որ այդ ռեժիսորն էր այդպես հանձնարարել ու դու շատ ինքնավստահ ես։ Ամեն ինչ անցավ։ Ամեն ինչ անցավ։ Ամեն ինչ անցավ։ Հետո պիտի դուրս գամ կուլիս եւ ռեժիսորի հետ կռիվանեմ։ Դու մոռացել ես տեքստը։ Բայց ես չեմ մոռացել, դուք եք մոռացել։ Պիրոպես ելացեմ։ Ես չեմ մոռացել, դուք։ Բայց ես դες բաց չեմ ասել։ Բայց դուք ասացիք։ Ես դες բաց չեմ ասել, բայց ջան։ Լավ։ Իմացանք ու բեմադրություններ պաստորել։ Հաջորդը։ Վարշամ, դու հյուր ես եկել ընկերոջ տուն, բայց հասկանում ես, որ ինքը մոռացել էր քեզ հրավիրել։ Դու գերհպարտ կարծես հատուկ եկել ես փրկելու իր երեկոն, բայց քեզ չէին կանչել։ Բայց դու գիտեիր, որ այդ օրը իր ծնունդն է, հələ գնացել ես։ Ու տեսար լիքը մարդիկ կան, բայց քեզ չէին կանչել։ Իսկ դու մտածում ես, որ դու ես փրկելու այդ երեկոն։ One minute, guess me that's off this. Eka, come on. Ուշ կա մարդկա։ Ես գիտեմ։ Բայց ես մենք ձեզ Մենք ձեզ չենք կանչել։ Ծնունդը շնորհավոր։ Շնորհակալություն, բայց մենք ձեզ չենք գրավել։ Ես գյուրջս դու որ գնում եմ կոչնես զանգում։ Ստյոպ։ Ուզում ես գախտնի դուրս գալ ներկայացման պրեմիերայից, բայց քո անունն են գոռում դահլիճից։ Դու ծայրահեղ կեղծ խոնար ես։ Ծայրահեղ վերջում կեղծ խոնար։ Կեղծ խոնար։ Կեղծ խոնար։ Հա, յանի բայց հետ չէ Քիչ եք հանել ես առաջադրանքները։ Կեղծ խոնար։ Որքան եմ մի հատ էլ կկարդակ առաջ։ Ուզում ես գախտնի դուրս գալ ներկայացման պրեմիերայից, բայց քո անունն են գոռում դահլիճից։ Դու ծայրահեղ կեղծ ռեպլիկս կտակ, չէ։ Դու կանչես թե ես։ Հա, ես կկանչեմ, բայց դու բան ես, դու զրիցելի մեջ ես, դու հանդիսատես ես։ Հա, ես կանչել եմ պրեմիերա, վատ ներկայացումը, ուզում ես դուրս գալ։ Իսկ ես հավանում եմ։ Վարշավը հավանում է։ Լավ, դու համ։ Նստեք նա ներկայացում։
Կեղծ խոնար։ Վարշամ, դու գնում ես դիմահարդարման սենյակ, բայց պարզվում է, որ դիմահարդարը նախկին դասընկերն է, ում դու 10 տարի առաջ ասեցիր, դու կյանքումդ հաջողության չես հասնի, ու դու Վարշամ 100% պլաստիկ ժպիտով, լարված, բաց հաճույքով նստած ես։ Կներեք, ով ում էր ասել թատրոնում ում ինչ էր ասել։ Դու գնում ես դիմահարդարման։ Դիմահարդարին ասել ես 10 տարի առաջ, ով քո դասընկերն է, որ ինքս կյանքում ոչ մի բանի չի հասնելու, բայց այսօր եկել ես տեսել ես, որ ինքը քո դիմահարդարն է, բայց դու էլ արդեն sense լիքը պլաստիկ ակադեմքիդ վրա արած եւ այլն, բայց մեկը տենց հով նստած ես։ Ու լարվածություն կա մեջը։ Լնես իմ դասընկերը։ Հա, Դե գրիմ արա։ Կլինես իմ դասընկերը դե գրիմ արա։ դերասան ես հա դարել։ Բայց դե հով նստեմ, սպասես։ Նա դու հով այդ վիճակ։ Հա, դե լավ ես խաղում։ Շատ լավ ես խաղում։ Որտեղ ես խաղում։ Այդ հովն է էլի։ Հով նստած է։ Տղեկ այնքան լավ եք անում, որ պետք է էլի անենք։ Հա։ Շարունակում ենք։ Ստյոպի հերթնա, չէ հիմա, այո։ Ուրեմն դու տաքսում ես ու պարզվում է, որ վարորդը քննադատում է հենց քո ներկայացումը, առանց իմանալու, որ դու խաղացել ես այդ ներկայացման մեջ։ Դու շատ դիպուկ հեգնական, բայց քաղաքավարի մեկնաբանություններ ես թողնում։ Հա, պիտի, հանկարծ չգնաս չնայես այդ ներկայացումը։ Բայց ես խաղում եմ այդ ներկայացումը։ Լու։ Հա։ Իսկ դու երբ եք նայել այդ ներկայացումը։ Դերվետի չի եղել։ Չէ, ուղղակի անցած անգամ այդքան էլ լավ չխաղացինք։ Չէ, շատ լավ էր։ Թե լավ խաղացինք։ Ահա, ասա, դու որ ապեն մյուսները չէ, բայց դու Հասկացա։ Բայց մինչև ոչ նայել եք, չէ՞ ներկայացումը։ Հա, բավոն, մի րոպեով գոտիդ գցել էստի անցնենք, էլի։ Վերջ 1200 տվեց։ Վերջացա։ Ավելի բարձր եկեք ծափահարենք Վարշամին եւ Ստեփանին։ Իրականում մենք այս խաղը որոշեցինք, որ վերջում պիտի ծափահարեն ձեզ առանձին ու հասկանանք, թե հանդիսատեսի համակրանք տիտղոսնում ենք տալիս, բայց հաղթեց ընկերությունը, որովհետեւ նա կիսեցիք միասին։ Ստեփան եւ Վարշամ, ձեր ծափահարությունները տղեկ շնորհակալ եմ միանգամեն, որ ներսում էիք։ Շնորհակալություն ևս մեկ անգամ, որ եկաք ներս, ձեր հրաշալի էներգիան բերեցիք ներս, պատմեցիք մեզ ձեր լավ պատմությունները, սպասում ենք ձեզից միշտ նորանոր աշխատանքների, միշտ ներսում ենք սպասում ու ես միշտ ուրախ եմ ձեզ տեսնել, տղեկ։ Շնորհակալ եմ շատ ձեզ։ Մերսի։ Այսօր այսպիսին էր ներսարին սիրելի հեռուստադիտող, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, շատ գնացեք թատրոն, լիքը ներկայացումներ նայեք եւ միշտ միացեք ներսարի գիշերային շոուի եթերներին։ Բարի գիշեր։